Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի հունիս ամսին Այծելջուր համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի այծելջուրներին։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այծելջուրների անձնական ոլորտում։ Սիրելի այծելջուրներ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, երջանկություն, ամուսնություն, պսակադրություն, ձեր երեխաների ամուսնությունը, ձեր երեխաների պսակադրությունը, դուք դառնաք պապիկ, դառնաք տատիկ, ձեր սոցիալական վիճակը, սոցիալական կարգավիճակը փոխվի, հնարավոր է դառնաք հայրիկ, մայրիկ, ծնող դառնաք կամ տատիկ, պապիկ։ Գիտեք ինչ, սիրելի այծելջուրներ, ցույց է տալիս, որ հունիս ամիսը ձեզ համար հաջողության ժամանակահատված է լինելու։ Հնարավոր է երկար ժամանակ չեք կարողանում երկրից դուրս գալ, ընտանիքով, հնարավոր է եւ ընտանիքը իրարից հեռու է, լինելու է միացում, լինելու է հնարավորություն երկրից դուրս գալ, հնարավոր է նաեւ ձեր սեփական տունը ունենաք, ձեր սեփական օջախը ունենալու հնարավորություն լինի։ Սիրելի այծելջուրներ, գիտեք ինչ, տիեզերքը ցույց է տալիս, որ հունիս ամիսը ձեզ համար ոնց որ հրաշքների ժամանակահատված է, ոնց որ Ալիսա в стране чудес, դուք այդ ժամանակահատվածը անցնելու եք անընդհատ հրաշք է լինելու եւ ձեր հետ կապված, եւ ձեր հարազատների, եւ ձեր երեխաների հետ կապված։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այծելջուրների ֆինանսական ոլորտում։ Գիտեք ինչ, սիրելի այծելջուրներ, հունիս ամիսը տարաբես ձեր համար լինելու է հաջողության ժամանակահատված եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում, նոր ձեռքբերումներ, նոր հնարավորություններ, նոր աշխատանք, նոր պաշտոնի առաջարկություն, նոր աշխատավարձի բարձրացում, ձեր սեփական բիզնեսով զբաղվելու հնարավորություն։ Գիտեք ինչ, մեծ ուժ ու լիցք է մտնելու ձեր կյանքի մեջ, սիրելի այծելջուրներ, եւ անձնական, եւ գործնական ոլորտում։ Դուք ձեզ զգալու եք ոնց որ թակավոր, որովհետև նման լիցքեր է լինելու, հաջողության լիցքեր է մտնելու ձեր եւ ֆինանսական եւ անձնական ոլորտում։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այծելջուրների առողջական ոլորտում 2025 թվականի հունիս ամիսը։ Գիտեք ինչ, սիրելի այծելջուրներ, հնարավոր է որոշակի առողջական խնդիրներ, որոնք դուք